ծափերը։ Վահե Սուսաննայի հետ հրաշ փոքրիկի հետ միասին, բրավո։ Այո։ Հարազատներ, լավ ընկերներ, հավաքվել են այսօր, բարի խոսքեր, երգերի մեջ լինես բախտավոր, բոլորը քեզ ու քեզ համար կենացները բարի, եկել ենք մենք, որ քեզ ասենք, թող շնորհավոր լինի, բոլորը քեզ ու քեզ համար կենացները բարի, եկել ենք մենք, որ քեզ ասենք, թող շնորհավոր լինի, քո ծննդյան օրնա, օրնա, Շնորհակալություն, սիրելի հարազատներ ջան, մեր Հոբելյարին, նրա գեղեցիկ ընտանիքին շատ ջերմ դիմավորելու համար, բնականաբար այդպես էլ պետք է լիներ, քանի որ այսօր այստեղ հավաքվել են շատ ջերմ մարդիկ, շատ մտերիմ հարազատներ, այնուամենայնիվ ես ուզում եմ Վահեին հարցնել, Վահե ջան, անկեղծ, մենակ աղկեղծ, ստացվել է անակնկալը, ասել կուզի, չգիտեի, չէ հաստատ։ Չէ, չգիտեի։ Բրավո բոլորից, որ մինչև վերջ պահել ենք այս գաղտնիքը, շնորհավորում ենք, Վահե ջան, շնորհակալություն ենք հայտնում յուրաքանչյուրիս և հատկապես տիկնոջը Սուսաննային բարձր ծափահարություններ խնդրում եմ, որովհետև անակնկալը հենց Սուսաննան է պատրաստել Վահեի մայրիկի հետ միասին, գիտեմ, հանգիստ եղեք, մի հատ է մայրիկին ծափահարենք էլի, հələ մի հատ եկեք լուսանկարվեք երեխեքի հետ։ Այս լավ ընտանիքին մի հատ բարձր ծափահարություն է, ժողովուրդ ջան, Սամե ջան, օջախում միշտ ուրախությունը անպակաս, լավ մարդկանց լավ ուրախություններ են պետք։ Շնորհակալություն։ Վահե ջան, պետք է խնդրեմ դեռևս չնստեք, քանի որ մեր Սուսաննան ինձ հորդորել է, որ հենց երեկոյի սկզբում պետք է կտրենք հոբելյանական տորտը։ Շնորհակալություն, Վահե ջան, Սաննա ջան, ձեր փոքրիկ հրաշքի Սիլվիի հետ միասին, պետք է խնդրեմ տեղավորվեք ձեր պատվավոր տեղերում։ Դե ինձ սիրելի ներկաներ, սկսենք մեր երեկոն արդեն պաշտոնական մուտքով, համեցեք գնացինք։ Բարի երեկո, տիկնայք և պարոնայք, մեծ արգահյուրեր, հարազատներ, բարեկամներ, շատ սիրելի ընկերներ, սիրով աշխարհի ամենաբարձր տրամադրությամբ ողջունում եմ ձեզ Վանաձոր քաղաքի Միլագրո ռեստորանային համալիրի այս հյուրընկալ հանդիսությունների սրահում, որտեղ մենք սիրով հյուրընկալվել ենք մեր շատ սիրելի Վահե Պետրոսյանի, մեր Վահեի Հոբելյանի արդիվ կազմակերպված երեկույթին։ Սիրելի ներկաներ, եկեք այս հիշարժան երեկոն վերածենք մի անմոռանալի օրվա ու նվիրենք մեր շատ սիրելի Հոբելյանին, նրա հրաշալի ընտանիքին ու բոլորիս։ Ցանկանում եմ բոլորիդ բարձր տրամադրություն, անսպառ ուրախություն և ձեր տոնական ծափերի ներքո այս կանչելի երեկոն հայտարարում եմ բացված։ Եվս մեկ անգամ պետք է խնդրեմ բարձր տոնական ծափերով ողջունենք մեր Հոբելյարին, նրա տիկնոջը և հրաշք դստերը Վահե Պետրոսյան, Սուսաննա և Սիլվի Պետրոսյան։ Ձեր բարձր ծափերը շնորհավորում ենք։ Իհարկե որոկեի ողջ ընթացքում դեռևս մենք կհասցնենք վայելել մեր Վահեի և Սուսաննայի ոչ թե տանգոն, այլ բազմակի տանգոները, սակայն այս պահին, քանի որ մեր Վահեն դեռևս կարելի է ասել շոկի մեջ է, այսպես ասած, մի քիչ նրանց հանգիստ թողնենք։ Շարունակենք երեկոն, սիրելի ներկաներ, և մինչ մեր ավանդական բարով տեսանքին անդրադառնալը սիրով ուզում եմ ներկայացնել մեր
DJ Տիգրան Սաքանյան, ձեր բարձր ծափարությունները մեր Տիգոին։ Շատ լավ անձնավորություն, լավ DJ-ով այսօր բոլորից ուրախացնելու է, մենք էլ անկաշկանդ հավեսով ուրախ մթնոլորտում ուրախանալու ենք։ Ողջունում ենք մեր պրոֆեսիոնալ օպերատոր Սևակ Առաքելյանին, պրոֆեսիոնալ լուսանկարիչ Պավել Ադամյանին եւ հնչյունային օպերատոր մեր լավ ընկեր Վահան Երեմյանին։ Ձեր ծափերը խնդրում եմ մեր տղեկին այսօր աշխատելու են տղեկը, որովհետեւ բոլորս մենք լավ զգանք։ Շնորհակալություն։ Այ հիմա թանկագին ներկաներ ես տեսնում եմ լցնում են գավաթները ու շատ էլ ճիշտ են արվում, որ լցվում են։ Լցնենք բոլորս մեր դատարկ գավաթները, քանզի երեկոն պետք է սկսենք ավանդական բարով տեսանքով։ Թող այս բարով տեսանքից հետո բարին ներս մտնի ես լավ սրահ, անցնի սեղանից սեղան, լցնելով մեր սրտերն ու հոգիները սիրով ու բարությամբ։ Նույն հարցն եմ տալիս ինձ ու աշխարհին, ինչու են մարդիկ աշխարհը խառնում։ Եվ ինչ է ուզում մեկը մյուսից, երբ իրար տված մի բարի խոսքից, Սևակ ջան, աշխարհն ավելի բարի է դառնում։ Բարով տեսանք թանկագին հարազատներ ու թող մեր օրը բարի լինի։ Բոլորից բարձր տրամադրություն եւ բարի ժամանց։ Հարգելի հարազատներ, այո հարազատներ, որովհետև կարելի է ասել այստեղ բոլոր հավաքվածներս արդեն հարազատներ են, ինձ հուշում են, որ մեր խորովածը պատրաստ է, ուստի պետք է դիմավորենք մեր հայկական, մեր ավանդական, մեր համեղ ուտեստը։ Ձեր բարձր ու տոնական ծափերի ներքո մեր հայկական ավանդական խորովածն է գալիս։ Գնացինք, այո։ Մի պահ բոլորի ուշադրությունը, քանի որ ես այժմ առաջարկելու եմ մի կենաց, որը թերևս շատ ցավոք երկար ժամանակ կխմվի մեր հայկական տարբեր հանդիսությունների, տարբեր միջոցառումների ժամանակ։ Ոստի ես մի դեպքում պետք է խնդրեմ, եթե կարելի է բոլորս մի մարդու նման ոտքի կանգնենք, հարգենք մեր հերոս հայորդիների, մեր հերոս զինվորների հիշատակը, միշտ հիշենք նրանց, խնկարկենք նրանց համար, երբեք ու երբեք չմոռանանք նրանց, ու տա Աստված, որ այլևս մեր սուրբ հողի վրա պատերազմներ երբեք չլինեն։ Շնորհակալություն թանկագին ներկաներ, խնդրեմ զբաղեցնենք բոլորս մեր պատվավոր տեղերը։ Եվ իհարկե այսպես սկսած մեր երեկոն կանցկացնենք ուրախ, բարձր, տոնական, հոբելյանական տրամադրությամբ, քանի որ մեր շատ սիրելի Պետրոսյանների օջախում այսօր հիրավի շատ գեղեցիկ տոն է։ Այդ տեսեք, ընդամենը մի քանի օր առաջ նշեցինք մեր Մխիթարի, մեր այսօրվա հոբելյարի, մեր Վահեի հարազատ եղբոր ծննդյան տարեդարձի օրը։ Այսօր նշում ենք մեր Վահեի ծննդյան տարեդարձի օրը։ Սամվել ջան, ինչպես երեկոյի սկզբում ասեցի, այս պահին նույնպես կրկնում եմ, թող տա Աստված ձեր հրաշալի օջախից ուրախությունները անպակաս լինեն։ Թանկագին ներկաներ, այսօր մեր լավ ընկերը, մեր հարազատը, մեր եղբայրը, մեր Վահեն բոլորում է մի շատ գեղեցիկ տարիք, շատ երիտասարդ, շատ հրաշալի տարիք, երբ մեր մաքուր հայկական լեզվով ասած աշխարհ շուռ տալու ժամանակն է իր համար։ Եվ իհարկե մի տարիք, երբ մարդը ու մեր Վահեն կարող է արժևորել իր կյանքը, գնահատել իր արածը, չարածը, ապրածը, ապրելիքը։ Միանշանակ մեր Վահեին կարելի է համարել երջանիկ ու լավ անձնավորություն։ Քանզի ամենակարևորներից մեկը նա իր կյանքում հասել է մեծ հաջողությունների։ Ստեղծել է, կայացրել է, ամրապնդել է հրաշալի հայկական ավանդական օրինակելի գեղեցիկ ընտանիք։ Ունի հրաշք կին, սիրված է կնոջ կողմից, սիրում է տիկնոջը, ունեն հրաշք բալիկ Սիլվի անունով։ Եվ ամենակարևորը շրջապատված են այնպիսի լավ հարազատներով, բարեկամներով, ընկերներով, ինչպիսիք դուք եք, մեր շատ սիրելի այսօրվա շատ հարգարժան հարազատներ։ Իհարկե, մեր Վահեի մասին ինչքան լավն ասենք, կասենք, որպես համեստ, կշռադատված, իր խոսքի արժեքը իմացող, հարգված ու սիրված, աշխատասեր, իր քրտինքով ստեղծող, արարող, ապրող մարդու։ Ես կխնդրեմ մի հատ բարձր ծափարություններ մեր Վահեին, մեր հոբելյարին, մեր լավ ընկերոջը։ Շնորհավոր ենք նրան այս լավ օրվա կապակցությամբ, Վահե ջան, առայժմ
այս ծափահարությունները քո հարազատների կողմից ընդունիր որպես մեծ շնորհավորանք։ Մենք պայմանավորվենք մեր Վահեի, Սուսաննայի հետ միասին, որպեսզի նրանք իրենց գավաթներով մոտենան ձեզ, ստանան ձեզնից բարեմաղթանքի, շնորհավորանքի խոսքեր։ Որպեսզի այս տեսահոլովակը մեր Սևակ Առաքելյանի նկարահանած 30, 50, 60 տարի հետո միացնեն նայեն ու բոլոր հյուրերը անխտիր Երևան, թե ովքեր են մասնակցել մեր Վահեի ծննդյան տարեդարձի օրը, այս սուրբ ու գեղեցիկ օրը։ Համեցեք։ Տխրությունը տարվա Գեղեցիկ է ժպիտը քո ու անկեղծ Սեղանի շուրջ նստած է հարազատ դեմքեր Միաձայն գովերքում են քեզ Շփոթված ես թե ինչ արած ամպերը լեփեք Շռայլում ես զգացմունքը քո մեջ ու դարված Դու գիտես ցանկություն կմնա Եթե սիրտդ բարի է, կիրականանա, ծնունդդ շնորհավոր Ծնունդդ շնորհավոր Ծնունդդ շնորհավոր Թող լինի այսօր Համոզված ես, որ քո կամքով ճանապարհը ընտրած Անկորուստ չի եղել եւ հարթ Քեզ մի միտք է անվերջ, նորությամբ ուղեկցում Որ մարդիկ հարազատ չլքեն քեզ կյանքում Ծնունդդ շնորհավոր Ծնունդդ շնորհավոր Ծնունդդ շնորհավոր Թող լինի այսօր Ծնունդդ շնորհավոր Ծնունդդ շնորհավոր Ծնունդդ շնորհավոր Թող լինի այսօր Սեղանի շուրջ նստած են հարազատ դեմքեր Միաձայն գովերքում են քեզ, միաձայն գովերքում են քեզ Հագցնում են աչքերը քո, տխրությունը տարվա Գեղեցիկ է ժպիտը քո ու անկեղծ Սեղանի շուրջ նստած են հարազատ դեմքեր Միաձայն գովերքում են քեզ Ծնունդդ շնորհավոր Ծնունդդ շնորհավոր Ծնունդդ շնորհավոր Թող լինի այսօր Ծնունդդ շնորհավոր Ծնունդդ շնորհավոր Ծնունդդ շնորհավոր Թող լինի այսօր Ծնունդդ շնորհավոր Ծնունդդ շնորհավոր Ծնունդդ շնորհավոր Թող լինի այսօր Ծնունդդ շնորհավոր Ծնունդդ շնորհավոր Ծնունդդ շնորհավոր
Այսպես ծրելի հարազատներ ջան, դուք հղեցիք ձեր բարեմաղթանքները մեր Վահեին, Սուսաննային, թող ձեր սրտի խոսքերը բարձրանան երկինք, բացվեն երկնքի դռները, իսկույն երետ ի կատար ածվելու։ Խմել ենք երեկոյի գլխավոր կենացը մեր Հոբելյարի, մեր Վահեի։ Կենացը պետքա պարենք, քեֆ անենք, ուրախանանք, ուրախացնենք նրա հրաշալի ընտանիքին։ Եկել ենք քեֆ անելու, ուրախանալու, ուրեմն քեֆ ենք անում, ուրախանում ենք անկաշկանդ ուրախ, հավեսով մթնոլորտում։ Պարում ենք բոլորս։
Şimali Hamazan kes kohobani O sirazyanın keskin kaskarne Dışbak kadinen orki şarne Լավագույն ակտիվ սեղաններ ենք հիմա ընտրում, բայց մինչև ընտրելը դիմում եմ ձեզ, ձեր կարծիքով ամենալավ պարող զույգը որն ա եղել։ Տեսնենք որ սեղան, լսում ենք։ Այո, Վահե եւ Սուսաննա, ճիշտ պատասխան մեր Լեռնիկի կողմից։ Բարձր ծափարություններ մեր Լեռնիկի։ Լեռնիկը հաղթեց այս մրցույթում։ Այն որ ասում է, եկա, տեսա հաղթեցի, սպիտակից եկելա, հաղթեց, մի պետք է գտնից սպիտակ։ Լավ, ակտիվ սեղաններ, ես շատ ուշադիր էի, ուրեմն երկու ակտիվ սեղան է հաղթել այս պահին, մեկը այս սեղանը մի հատ բարձր ծափարություններ, ծափ են տալիս են, ասում են խավար չենք, դուք եք հաղթել, մյուս սեղանը այս սեղանն է հաղթել, այս սեղանին ծափահարություններ։ Տիկին Սուսաննայի գլխավորություն։ Բայց մի հատ Տիկին Սուսաննայից բան պետք է պատմեմ ու Արոսի հետ կապված։ Մեկը մենք մերոնցով ենք, էլի, մենք մերոնցով ենք։ Ուրեմն մեր Տիկին Սուսաննային հանդիպեցի շուկայում։ Ասեցի, Տիկին Սուսաննա, Սերյանը այն ժամանակ Ռուսաստանում էր։ Ասեցի, խաբար ես, որ Սերյանը $500 փող ա ուղարկել Արուսին
Այն ժամանակ է դոլարի կուրսը բարձր էր 500-550 էլի այս օրերի նման չէր։ Թե չէ, տեղյակ չեմ։ Ասի բա 4 օր առաջ $500 ես եմ իմ աշկով տեսել, Սերյանը ուղարկել է, Արուսն էլ ստացել։ Ասավ հլա դրան նայ, մի բերանե բան չի ասելից։ Յանի Արուսը տեղյակ չի բա։ Զանգում Արուսին ասում աղջի, մարդը որ $500 աղրգեխի չես ինձ բան ասում։ Մի հատ ծափ Արուսներ մեր շասելի Տիկին Սուսաննային միշտ ժպիտը թող անպակաս լինի ձեր դեմքից։ Շարունակենք երեկոն իրականում, բայց ասեմ Ժողովուրդ ջան, ակտիվ սեղան ա ճանաչվել իրականում։ Այս սեղանը, ծափ Արուսներ, այս սեղանին, մասնակիցներին, այս սեղանից ամենալավը Սերյանն ա ապարել, մի հատ Սերյանին ծափարություններ։ Ով ունի պենը հեռախոս նա հաղթում է այս մրցույթում։ Կնոպշնի հեռախոս ով ունի։ Կնոպշնի հեռախոս։ Հմիկաս է դիտման բանում այմար։ Ես իմ արև ես Տիկին Սուսաննան է հաղթել այս մրցույթում։ Բայց այս անգամ կողմնապահություն չեմ անում Ժողովուրդ ջան։ Եթե ունեք դուք էլ եք հաղթում։ Եթե ունեք ցույց տվեք։ Շնորհավորում ենք դուք հաղթել եք։ Լավ, այն պատմությունը պատմեմ է, որ ուզում էի պատմեմ Վահե Անկեկան։ Ուրեմն մի առիթ է, մի 350 մինչև 400 հոգի մարդ է հավաքվել, որդին անակնկալ կերպով ուզում է նշի իր հայրիկի 50-ամյա հոբելյարի տարեդարձի օրը։ Բոլորը հյուրերը եկել են ու իրականում այդ մարդը մինչև այդ պահը տեղյակ չի։ Ստեփանավանից գալիս է Վանաձոր, որ իր ծնունդը նշենք 50-ամյակը ու տեղյակ չի, այդ 400 հոգին բոլորը կարողացել են պահպանել այդ գաղտնիքը մինչև վերջի վայրկյանը։ Բայց մի հոգի, մի լավ ընկեր, մի քանի րոպե առաջ կարելի ասել, երևի մի կես ժամ առաջ զանգում է այդ հոբելյարին, ասում է գիտես ինչ կա։ Անունները չենք ասում բնականաբար, տղատին զանգել է, զգուշացրել է, ասել է, հրավիրել է, տեղյակ է պահել, որ անակնկալ է ուզում քեզ համար կազմակերպի։ Ինձ էլ 100 անգամ ասել է, որ թե ասես դու պետք է ասես, հանկարծ չասես, բայց ասում է դու իմ ամենամտերիմ ընկերն ես, ես չէի կարող չասեմ, որ չեմ գալի։ Հարգելի պատճառ ունեմ չգալու։ Այ մարդ չես գալի մի գան չես ասում։ Այդ 400 հոգանոց հոբելյանական երեկոն փոզմիշ եղավ։ Այդ բառը չի թարգմանվում։ Շարունակենք երեկոն սիրելի հարազատներ ջան, այս ինչու ասեցի, որ դուք կարողացել եք պահել այդ գաղտնիքը մինչև վերջին վայրկյանը։ Եկեք մի հատ ծափարենք ինքներս մեզ, էլի։ Այո։ Խմենք մեր այսօրվա այս երեկոն կազմակերպողի կամ ավելի ճիշտ կազմակերպիչներից մեկի այս պահին մեր Վահեի տիկնոջ Սուսաննայի կենացը։ Մի հատ ծափարություններ Սուսաննային խնդրում եմ, եւ այս դեպքում պետք է Սուսաննայի կենացը խմենք որպես մեր հոբելյարի տիկին։ Ասեմ թանկագին ներկաներ, որ մեր հայկական ավանդական ընտանիքը, օջախը, ամուր եւ անսասան է, երբ հիմնված է երկու հիմնական սյուների՝ տղամարդու եւ կնոջ վրա։ Ընտանիքի, օջախի տղամարդը, ամուսինը, կնոջ թև ու թիկունքն է, պաշտպանն ու ապավենը։ Իսկ կինը ամուսնու հավատարիմ կողակիցը, ընտանիքի ջերմությունն ու սրբությունը պահպանողը։ Իրենց ամուսնության արդեն մի քանի տարիների ընթացքում մեր Վահեի կողքին է եղել եւ կա ու շատ երկար տարիներ Աստծո կամոք կլինի նրա շատ սիրելի կինը, մեր շատ սիրելի Սուսաննան։ Նրանք միասին են ստեղծել, միասին են կայացրել հրաշալի, գեղեցիկ, օրինակելի, երջանիկ ու հաստատուն ավանդական հայկական ընտանիք։ Իհարկե ունեն հրաշքվալիք շատ գեղեցկուհի Սիլվիա անունով։ Այսօր Սանա ջան, ի սրտե շնորհավորում ենք ձեզ ձեր ամուսնու ծննդյան տարեդարձի կապակցությամբ։ Այն չարչարանքը, այն կազմակերպչական ջիղը, որ դուք ունեք, թող օգտագործի միայն լավ ու ուրախ առիթների համար։ Շնորհավորում ենք ձեզ այս լավ սուրբ օրվա կապակցությամբ, ցանկանում ենք շրջապատված լինեք միշտ լավ հարազատներով, բարեկամներով, ընկերներով։ Եվ իհարկե ցանկանում ենք ձեզ խիղճ խաղաղություն, որպեսզի այս կյանքում ի կատարածվեն ձեր ու ձեր գեղեցիկ ընտանիքի բոլոր նպատակներն ու ցանկությունները։ Ձեր կենացը։ Ու գիտես այս աշխարհին բան կա պատմելու, մեր սիրո մասին երգեմ երգելու,
Աստղերը հերվից նայում ու չեն հասկանում Թե ոնց են երկու խելար երկնքով քայլում Դու գիտես որ սիրտն է քո ինձ բաժին ընկել Քեզ համար եմ ես լույս աշխարհ եկել Լավ է սիրելու համար մի կյանքը քիչ է լավ է Մեզ համար մի դարը քիչ է պետք է լավ է Մի կյանք ավել մի դարավել լավ է Սիրելու համար մի կյանքը քիչ է լավ է Մեզ համար մի դարը քիչ է պետք է լավ է լավ է լավ է լավ է Սիրելու համար մի կյանքը քիչ է լավ է Մեզ համար մի դարը քիչ է պետք է լավ է Մի կյանք ավել մի դարավել Մեզ համար մի դարը քիչ է պետք է լավ է Մի կյանք ավել լավ է Լույսը վասեց ասա, ես ինչն աշկեցա, սեր կարամ են ինչու, սրտի ամեն կանչու, դրությանը ասում եմ գնա, կողից հետ միայն մնա, երկանիկ իմ սերը բարի ամենա, արի սիրենք ես կյանքը, որ կյանքներ սիրի մեզ, ապրենք ամեն վարկյան, վերջին վարկյանի մեզ, արի սիրենք ես կյանքը, որ կյանքներ սիրի մեզ, ապրենք ամեն վարկյան, վերջին վարկյանի մեզ Ամեն ինչ նող գիշեր, իմ սրտի մեջ հուշեր, սերը բերում եմ մոտ, կյանքը իմ արևով, դրությանը ասում են գնա, կողից հետ միայն մնա, երջանիկ իմ սերը, բարի ամենա Արի սիրենք ես կյանքը, որ կյանքներ սիրի մեզ, ապրենք ամեն վարկյանը, վերջին վարկյանի պես Արի սիրենք ես կյանքը, որ կյանքներ սիրի մեզ, ապրենք ամեն վարկյանը, վերջին վարկյանի պես Солнце тонуло в море, шли облака на юг, пальмы над головой, греяли на траву. Женщина без остатка, женщина для любви, таяла словно воск в руках моих. Марджанджа, где же ты, где? Волны ласкали, стала и искал. Марджанджа, где же ты, где? Только блики на воде. Լեբլերում ես կծախեմ, աղջիններում դխավեմ, հեյ բանա, հեյ բանա, հեյ բանա, հեյ բանա, հեյ Մեկին սիրեմ աղվորել, մյուսի աշկեր կապույտել, Մեկին սիրեմ աղվորել, մյուսի աշկեր կապույտել. շվարեցի մանացի, որ նա ինձի սիրում է Շևարեցի մնացի, որ նա ինձ սիրում է. Լեբլերում ես կծախեմ, աղջիններում դխավեմ, լեբլերում ես կծախեմ, աղջիններում դխավեմ Ես կխնդրեմ մի պահ ուշադրություն, լսում ենք մեր Նարեկին։ Նարեկ ջան, համեցեք։ Շնորհակալ եմ։ Վայ ջան, ծնունդդ շնորհավոր աղբեր ջան, քեզ երկար տարիների կյանք, քո ընտանիքի գլխին, քո ընտանիքի կողքին։
Ինչ ասեմ, ունես գեղեցիկ ընտանիք, լիքը վառ գույներ կա քո ընտանիքում, որ ես տենում եմ։ Սուսիկ ջան, ուզում եմ քեզ չառանձնացնեմ, ցավը տանեմ։ Ձեր կենացը ու մի բան եմ ուզում ասեմ, այն ձեր տանը որ հավաքված հարսանիքի կենացը դրեցիր, որ ես լսեմ հիշեմ, հա, կասեմ, հա, դուք ստացված ընտանիք եք, ձեր կենացը։ Շնորհակալ։ Եկեք մեր Նարեկին մի հատ ավելի բարձր ծափարենք, էլի։ Մենք շնորհակալություն ենք հայտնում մեր Նարեկին եւ ցանկանում ենք լսել նաեւ Արենի խոսքը։ Արեն ջան, եթե կարելի է համեցեք։ Այ ջասուսիկ ջա, շնորհավորում եմ։ Առողջ ապրեք, իրար կողքից ապակաս, այս տարի է շատանակ։ Շնորհակալություն։ Եթե ունենք էլի արտահայտողներ, խնդրեմ։ Ուրեմն ընթացքում ով երբ ցանկանա։ Բայ ջան, եթե կարելի է, հրավիրում ենք ձեզ սրահի կենտրոն։ Սուսաննա ջան, դուք էլ եկեք։ Դուք էլ եկեք։ Տեսեք, Շուր ջան, մի հատ գեղեցիկ անակնկալ ունենք մեր Վահեի համար։ Բայց այս անակնկալը, այս նվերը, բնականաբար սա նվերը, արդեն կրահեցինք բոլորս, հենց այնպես չենք անցնելու մեր Վահեին։ Սրա համար դեռ Վահեն ճանապարհ ունի անցնելու, ասելկուսի աշխատանք պետք է թափի, որ հասնի այս նվերին։ Իրականում եմ ասում, իրականում։ Չի բացառում, որ նվերը իրեն չհասնի։ Պայմանները եւ մրցույթի կանոնները։ Վահե ջան, այստեղ բնականաբար կա նվեր։ Դու պետք է կռահես, թե ում կողմից է նախապատրաստված այս նվերը։ Եթե կռահեցիր, նվերը քոնն է։ Եթե չկռահեցիր, նվերը Սուսաննայինն է։ Համաձայն եք ժողովուրդ ջան։ Համաձայն եք, չէ։ Դրա համար եմ ասում, հա, դե մայրիկը կհամաձայն կլինի, բա բնականաբար։ Դրա համար եմ ասում, որ չի բացառում, որ այս նվերը Վահեին չհասնի։ Հիմա, Վահե ջան, շատ չարչարենք ձեզ։ Բացեք նվերը, տեսեք, բոլորս տեսնենք, որից հետո կհասկանանք, դուք դարձել եք նվերի տերը, թե ոչ։ Ծափահարություններ խնդրում եմ սիրելի ներկաներ, այսպես ոսկյա ապարանջան, ասելկուզի, մաքուր հայերենով բրասլետ, ում կողմից է նվերը։ Սուսաննան կողքը տա։ Ծնողներիս։ Ծնողներիս։ Ես ասեցի չփոթեցնեմ, հնար չեղավ։ Վերջ նվերը Վահեինն է, շնորհավորում ենք։ Վահե ջան, ցանկանում ենք կյանքի ընթացքում մեր Սուսաննայի հետ միասին միշտ նվերներ ստանաք։ Սուսաննա ջան, հələ Վահեն ստացավ նվերը, ուրախացավ։ Դու ինչ ես այդքան ուրախացել։ Ասում եմ մերն է։ Զաքսավորված եք, չէ՞։ Համատեղ կյանքի ընթացքում ինչքան, գիտի, հավասար կեսը, բան, հələ մի հատ բարձրախոսով, էլի։ Հավասար կեսը իմն է։ Բրաստետի հավասար կեսը։ Վերջ, միշտ ուրախ մնաք, միշտ նվերներ ստանաք։ Շնորհակալություն։ Երկու դեպքում էլ Սուսաննան շահած էր, էլի, Վահեն էլ հետը։ Լավ կենաց ենք բարձրազայնելու թականգի ներկաներ ջան, և այսպես պետք է գավաթ բարձրացնենք մեր հոբելյարի և նրա տիկնոջ շատ սիրելի ծնողների համար։ Թանկագին ներկաներ մենք հայերս, շատ այլ ժողովուրդներից տարբերվում ենք նրանով, որ ունենալով զավակներ հաճախ ետին պլան ենք մղում մեզ, մեր անձը, անում ենք ամեն ինչ, որպեսզի մեր երեխեքը այս կյանքում իրենց առավելագույնս լավ զգան, ապրեն ուրախ, ապահով, երջանիկ, կայացած։ Բացառություն չեն նաև մեր Վահեի ծնողները, մեր հարգարժան Սամվելը և Տիկին Սիլվան, մի հատ բարձր ծափահարություններ մեր Սամվելին, մեր Տիկին Սիլվային, իմ լավ ընկերոջը իր գեղեցիկ ընտանիքի հետ միասին։ Եվ իհարկե մեր Սուսաննայի ծնողները Նորայրը և Տիկին Լուսինեն։ Նորայրը նույնպես իմ լավ ընկերն է, բարձր ծափահարություններ։ Նորայր և Լուսինե հրաշալի զույգին։ Նորա ջան,
Ես երբ անցան այս տարիները, չէ։ Արդեն երեխաներ, թորներ ու այսպես շարունակ։ Կյանքի իմաստն է այդպեսին։ Սիրելի ծնողներ ջան, Սամվել ջան, Տիկին Սիլվա, Նորայր ջան, Տիկին Լուսինե, ի սրտե շնորհավորում ենք ձեզ։ Դերևս ինչ է պետք թանկագին ներկաներ մարդուն լիովին երջանիկ լինելու համար։ Պետք է, որ նա ունենա լավ զավակներ, դաստիարակված մարդիկ, որոնց ապրելակերպով ու ապրելաձևով իր խիղճը հանգիստ կլինի։ Դերևս դա է միակ երջանկության ու գլխավոր գրավականը։ Եվ այսօր հիրավի մեր Սամվելին, մեր Սիլվային, մեր Նորայրին, մեր Լուսինեին կարելի է համարել երջանիկ մարդիկ։ Երջանիկ ծնողներ, երջանիկ տատու պապեր։ Քանզի նրանք ունեն եւ ունեցել են շատ հրաշալի զավակներ, ովքեր կազմել են մի նոր գեղեցիկ հայկական օրինակելի ու սիրված ընտանիք, երջանիկ են այդ ընտանիքում ունեն արդեն զավակներ, ասել կուզի իրեն ծնողների համար թորներ։ Ըստի շնորհավորում ենք ձեզ, Սամվել ջան, Տիկին Սիլվա, Նորայր ջան, Տիկին Լուսինե։ Ցանկանում ենք ձեր կյանքը ինչպես կազմակերպվել է այսպես խաղաղ ու հանդարտ, թող տա Աստված շարունակվի մինչև ձեր կյանքի վերջ։ Ձեր կենացը, սիրելի ծնողներ, ծափերը եւս մեկ անգամ մեր Հոբելյարի, մեր Սուսաննայի ծնողներին, ուզում էի ճիշտ ասած ասեմ նորապսակների ծնողներին, բայց այդպես էլ կարելի է ասել, որ համարյա նորապսակ են, էլի։ Բարձր ծափահարություններ, Վահե եւ Սուսաննա։ Շնորհավորում ենք, շատ սիրելի ծնողներ ջան։ Բոլոր ցանկացողները կարող են մոտենալ շնորհավորել մեր Վահեի Սուսաննայի ծնողներին, որից հետո կհայտարարեն գեղեցիկ տանգո։ Համեցեք։ Օրերը լուր եկան անցան, փորձություններ կյանքի դարձան, մեզ չեն կարող էլ բաժանել, սերը մեզնից հեռու տանել, ձեր աղոթքներից պահել, իմ սրտի մեջ ունեմ հինգվան, չեմ կոտրվել քանի Կյանքի ճամփեն անցա դժվար, ես ձեզ համար, ամուր պահենք տանիքը մեր, Աստված տվեց ձեզից նվեր, իմ ընտանիք, իմ կյանք, իմ սեր։ Միտեղ կա լույս, միտեղ գիշեր, ամեն վարկյան ձեզ եմ հիշել, ձեզ սիրում եմ կյանքից է շատ, ապրեք խաղաղ սերտով շիտակ, ձեր ժպիտն է ինձ տալիս նոր կյանք, իմ սրտի մեջ ունեմ հինգվան, չեմ կոտրվել քանի որ կյանք, կյանքի ճամփեք անցա դժվար, ես ձեզ համար Գեղեցիկ տանգոն
նվիրվում է բոլորիս, սիրով բոլորին հրավիրում ենք տանգոյի, գնացինք, պարում ենք տանգո, գնացինք, այո, հրավիրում ենք բոլոր սիրահար զույգերին, սիրահար զույգեր լինում են յուրաքանչյուր տարիքում, Սերեմ տվել, որ սեր առնեմ ես քեզանից, բայց դու արդեն շատ հեռու ես ինձանից, աչքերիդ մեջ փնտրելով ես թախից, ամպերի մեջ եմ ես փնտրում իմ արևին, սերեմ տվել, որ սեր առնեմ ես քեզանից, բայց դու արդեն շատ հեռու ես ինձանից, աչքերիդ մեջ փնտրելով ես թախից, ամպերի մեջ եմ ես փնտրում իմ արևին, ես առանց քեզ կապրեմ առանց արևի, ես առանց քեզ մենակ մնամ երևի, ես առանց քեզ ինչպես սաղիկն առանց ջրի, առանց քեզ կապրեմ առանց արևի, ես առանց քեզ մենակ մնամ երևի, ես առանց քեզ ինչպես թրջունն առանց թևի, նորից եկել եմ քեզ ասեմ իմ սիրելիս, որ իմ հոգին դեռ ծխրում է ու լալիս, ճամփես մենակ քայլվեմ տխրալից, ամպերի մեջ եմ ես փնտրում իմ արևին, հիմա եկել եմ քեզ ասեմ իմ սիրելիս, որ իմ հոգին դեռ ծխրում է ու լալիս, ճամփես մենակ քայլվեմ տխրալից, ամպերի մեջ եմ ես փնտրում իմ արևին, ես առանց քեզ կապրեմ առանց արևի, ես առանց քեզ մենակ մնամ երևի, ես առանց քեզ ինչպես սաղիկն առանց ջրի, կապրեմ առանց արևի, մենակ մնամ երևի, ինչպես թրջուն առանց թևի, առանց արևի, ես առանց քեզ մենակ մնամ երևի, ես առանց քեզ
Ինչպես սալիկն առանց ջրի Ես առանց քեզ Կադրեմ առանց արև ես առանց քեզ Մենակ մնամ երևի Ես առանց քեզ Ինչպես սալիկն առանց ջրի
այստեղից ոչ մի տեղ չենք գնա թող մեզանից ոչ մեկ չնեղանա այսօր ինչքան պիտի խմենք ընկերներ ջան միջև լույս քեֆ անենք երջանիկ ու նորից լավ ուշեր կարոտով լցված հարազատին դեմքեր Ես ինչ լավ, ես ինչ ավեսորա Չէ որ այսօր մեզ համար մի մեզ տոնա Ջան ջիգարով լավ որա Չէ որ այսօր խմելու ավեսորա Ես ինչ լավ, ես ինչ ավեսորա Չէ որ այսօր մեզ համար մի մեզ տոնա Ջան ջիգարով լավ որա Չէ որ այսօր խմելու
Հնչելու են հարցեր, մեկը մյուսի հետ կապ չունեցող։ Ակնկալել եմ ճիշտ պատասխաններ սեղանակիցների կողմից, որ սեղանից կհնչեն առավելագույնս շատ պատասխաններ եւ որ սեղանը կհավաքի 5 միավոր, այսինքն 5 հարցի ճիշտ կպատասխանի, այդ սեղանը կհամարվի մրցույթի հաղթող։ Ուշադրություն։ Ինչ գույն կստացվի, եթե խառնենք կապույտը դեղինի հետ։ Կանաչ, առաջինը ես Լիլիթից լսեցի ճիշտ պատասխան, երևի անցավ ես պահին։ Լիլիթ ջան, որ սեղանն եք նստած։ Այդ, մեկ միավոր ունեք, խնդրում եմ յուրաքանչյուր սեղան իր միավորների քանակը հիշի։ Ինչն են դիտում փակ աչքերով։ Երաս։ Ես մի միավորն էլ էլի Լիլիթին տանք, էլի Լիլիթին ենք տալիս, երկու միավոր, լավ, ով է հեռախոսի գյուտարարը, դե ասեք, հեռախոսի գյուտարարը, ով է, Ալեքսանդր Բել, ճիշտ պատասխանել սեղանի կողմից, դուք ունեք մեկ միավոր, դուք սրտահան մեկ լնի, ամեն ինչ լավ ալնելու, ամեն ինչ արջևում է։ Լավ, այս խաղի հետ կապված մի բան պատմեմ, ուրեմն այս խաղի ժամանակ շատերը նեղանում են ինձանից, ասում են ճիշտ պատասխան ենք տվել, չեք լսել, չեք ընկալել, չեք ընդունել, միավոր չեք տվել, դե դա բնականաբար հնարավոր չի։ Կարող ասենք 10 հոգի ճիշտ պատասխան ա տալիս, ես 8-ին լսեմ, 2-ին չէ։ Դրա հետ կապված ուրեմն այս խաղը խաղում եմ, եկել տեսնեմ մի կին, այն ռիդիկուլին ինչ են ասում, փոքր պայուսակը վերցրեց ու նեղացած դուրս ա գալիս գնում, ասում եմ ինչ ա եղել, տիկին ինչի նեղացակ, ինչու եք գնում, ասում ա դու խնամոնց կրնիցն ես, լրիվ աչոքները 400 հոգի մարդ ա նստած, ես շատ գիտեմ այդ խնամինով է, ասում ա դու խնամոնց կրնիցն ես, հիմա ես բոլորիդ կրնիցն եմ, ժողովուրդ ջան։ Եվ այսպես, ավարտեք գերմանացի բժիշկ Պարացելսի միտքը։ Սերյան ջան ուշադրություն, աշխարհում չկան թույներ և դեղեր, ամեն ինչ որոշում է դոզան, այո, չափաբաժինը դոզան, ճիշտ պատասխան Սերյանի կողմից ունեք մեկ միավոր, որ միտքն է Apple ընկերության խորհրդանիշը, որ խնձորը, կծած խնձորը, այո, խնձորը ասեք ճիշտ կլինի, որովհետև ես չեմ հարցրել, որ կծած միտքն է Apple ընկերության խորհրդանիշը, որ երկրում են առաջին անգամ հայտնագործել թղթի ստացման ձևը։ Չինաստան, այո, ձեր անունը Հայկ, մի հատ Հայկին ծափահարություններ, Հայկ ջան, շնորհակալություն։ Միշնադարյան, որ մասնագիտության տեր մարդիկ էին հաջողության փոխարինում բժիշկներին։ Նայեք ժողովուրդ, եթե Միշնադարում բժիշկ են կանչել ու բժիշկ չի եղել, որ գա։ Հեքիմները չեն, եկեղեցականները չեն, սանախչիները չեն, այո, դալլակները, վարսավիրները, ճիշտ է։ Ինչ է գողացել Պրոմեթևսը աստվածներից։ Կրակ, ով ասաց, այո, ձեր անունը, տատիկն եք, այսա ձեր կենասն եմ խմել, 4 միավոր, Ես համաձայն եմ, որ դուք 4 միավոր ունեք, նորը ջան, բայց էլ խաղը 5 միավորից չի, արդեն 10 միավորից է, լսում ենք ձեզ։ Համադեն ապրասկենա, լայս ինտերնետի հացները բրախի գլխիդ մերնեմ, հլա ով կար ասի 8-0 աստիճան են չի հավասար։ Հլա այս սաղը գիտեն, լաբատ խելքի, ապլյուս բեք հարակուսին, լասան չի հավասար։ Հլա ով կար ասի, ասեք, ապլյուս բեք խոան արդեն չի հավասար, մի հատ ոսկի ծեպ եմ տալիս։ Սենց բան է հացը գլխիդ մեր։ Եթե մի քիչ համբերեիք, Այդ դուք ինչ հարցեր գիտեք, այդ հարցերն եք տալիս։ Եթե մի քիչ համբերեք, էդ էլ ա գալի։ Հիմա ոսկի ծեպը որ բանաձևին եք տալիս, ասեմ։ A plus B քառակուսին մի րոպե։ Հավասար է A քառակուսի plus 2AB plus B քառակուսի։ Հայկին ենք լսում, Հայկ ջան։ A քառակուսի 2AB քառակուսի A խորանարդ plus B խորանարդը Սակո ջան, ասա Սակո
Սակոն լսում ենք ձեզ։ Ուշադիր։ A plus B խորանարդը հավասար է A խորանարդ, գումարած 3A քառակուսի B, գումարած 3A B քառակուսի, գումարած B խորանարդ։ Երկրորդը մինուս։ Երկրորդը մինուս։ Ոսկի ցեպը ում ենք տալիս։ Դե արդեն ասվեց։ Դուք ցեպ ունեք, ասում եմ մենք ցեպ ունենք, չեք ուզում։ Ցեպ ունենք։ Ինչի է նման ձմերուկի կեսը։ Ձմերուկի կեսը նման է մյուս կեսին, այո։ Այդ ցեպը մնա ձեզ էլի փաստորեն, հա։ Որն է աշխարհի ամենախորը լիճը։ Բայկալ։ Քանի հանրապետություններ մտնում ԽՍՀՄ-ի կազմի մեջ։ Հայկ ջան, այդ ես է գիտեմ։ Հիմա լսում ենք ձեզ։ 15 հանրապետությունները բոլորը ասեք։ Թե չէ սրտահան եք ելում, համեցեք։ Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Ղազախստան, Կիրգիզիա, Թուրքմենիա, Ռուսաստան, Ուզբեկստան, Տաջիկստան, Էստոնիա, Լիտվա, Լատվիա։ Դուք ուրիշ տեղանից եք, ներեցեք։ Էստոնիա, Լատվիա, Լիտվա։ Ուկրաինա, Բելարուս։ Ասեցի, Մոլդավյան։ Մոլդավյան ասվել է ժողովուրդ։ Խառը։ Մոլդավյան չեր ասվել։ Լավ։ Արի ցավը տանեմ։ Անունդ Գարիկ ջան լսում ենք։ Ռուսաստան, Ղազախստան, Թուրքմենստան, Ուզբեկստան, Կիրգիզիա, Տաջիկստան, Հայաստան, Վրաստան, Ադրբեջան, Ուկրաինա, Բելարուս, Լիտվա, Լատվիա, Էստոնիա, Մոլդովա։ Հզոր ծափահարություններ, բրավո։ Եվ այսպես խաղը շարունակվում է սովետի ժամանակ, քանի օվկիանոս կար աշխարհում։ Սովետի ժամանակ 4, հիմա 5-ն է։ Քանի կետ կա զարի վրա, մի զարի վրա, քանի կետ կա։ Նարդի խաղացող չկա, ասա նարդի բոլորս է խաղում ենք, բայց մի զարի վրա կետերի քանակի գումարը 21։ Հավը քանի օր է թուղս նստում։ 20։ Հավ պահող կա, ունեք հավ։ Ունեք հավը քանի օր է թուղս նստում։ 21։ Բրավո, ձեր անունը։ Արայքի ծափահարություններ։ Դուք յուրաքանչյուր սեղան պետք է հիշի իր միավորների քանակը։ Ինչից են պատրաստում ապակին։ Ավազից։ Ինչ փոխարժեք է օգտագործում Ճապոնիայում։ Յուանը Չինաստանում է։ Ին, այո։ Որ թվականին է տեղի ունեցել մարդու առաջին թռիչքը դեպի տիեզերք։ 1961։ Ինչ կենդանի է պատկերված բժշկության խորհրդանիշի վրա։ Օց։ Քանի որտեղ են գտնվում մարդու մարմնի ամենափոքր ոսկորները։ Ականջում։ Ինչքան բարդ հարց կա, դուք եք պատասխանում, Տիկին Արմինե։ Ձեր կենաց էսա խմելու է։ Քանի երաժիշտ կա կվինտետում։ 5. Կվարտետում, տրիոյում, դուետում, մոնոյում, այո, ճիշտ է, և այսպես, ըստ ֆրանսիական ասացվածքի, ճարտարապետը իր սխալները փակում է ֆասադով, խոհարարը սոուսով, իսկ ինչով է փակում իր սխալները բժիշկը։ Ով ասավ, հողով, այո, ձեր անունը, Ռուզանա ջան, ճիշտ եք պատասխանել, շնորհավորում ենք, դուք էլ եք հավ պահում։ Հավերիկերը Արայիկն է տալիս, թե դուք։ Ասում է, Արայիկը դավերյա չի Ռուզանին, որ հավերիկերը ինքն է տալիս իր ձեռքով։ Քանի տար կա Մենդելեևի պարբերական համակարգում։ Ավեր, դու ժողովուրդ, դու լավ ամեն ինչ, հա։ Մի հատ ծափահարություններ Հայկին, ուրեմն բոլոր հարցերին ճիշտ է պատասխանել, 118։ Ինչ էր Ալեքսանդր Մակեդոնացու ձիու անունը։
Բուսեֆել, այո, քանի քառակուսի դաշտ կա շախմատի տախտակին։ 64։ Որն է ամենամեծ կաթնասունը։ Որ կետը։ Կապույտ կետը, այո։ Եվ այսպես, ում օրն է նշվում մայիսի 12-ին։ Դե ասեք։ Բուժքույր կա մեջներս, բուժքույր։ Բուժքրոջ օրն է նշվում մայիսի 12-ին։ Քանի օր ունի նահանջ տարին։ 366 տարին ունի կամ 365 կամ 366 օր։ Նահանջ տարի է համարում այն տարին, որ փետրվարը ունի 29 օր։ Ու այդ դեպքում արդեն տարվա օրերի քանակը 4 տարին մեկ նահանջ տարի է լինում ու լինում է 366։ Այսինքն նահանջ տարին ունի 366 օր։ Եվ այսպես, որն է աշխարհի ամենաերկար գետը։ Նեղոսը։ Ֆայնա Ռանևսկայան ասել է. Եթե հիվանդը ցանկանում է ապրել, ապա բժիշկները անզոր են։ Որն է Մանթաշյանցի կամ Մանթաշովի ծննդավայրը։ Թիֆլիս, դուք էլ չեք խաղում։ Դուք զգում եք, որ էլ հարցին ոչ մեկը չի պատասխանում, դուք եք պատասխանում, բրավո։ Մի հատիկին Արմինեին բարձր ծափահարենք, էլի ժողովուրդ ջան։ Տարվա քանի ամիսն ունի 28 օր։ Բոլորը, դուք չեք խաղում։ Դուք չեք խաղում։ Եվ այսպես, որն է ամենափոքր թռչունը։ Կոլիբրի, որ մարզում են գտնվում խոր վիրապը։ Արարատ, երբ է տեղի ունեցել ավարայրի ճակատամարտը։ Այդ ես է գիտեմ, այդ չասեկի կլնի։ Եվ այսպես, որն է ամենափոքր երկնիշ թիվը։ Ասեք, այն ոսկի ցեպը բանը։ 10, բա ասեք էլի։ Որ երկրի ազգային կերակուրն է խարչոն։ Վրաստան։ Որքան հող կա 1 մետր լայնությամբ, 1 մետր երկարությամբ, 1 մետր խորությամբ փոսի մեջ։ Չկա, հապեր դու հզոր ես։ Փոսի մեջ հող չկա, ժողովուրդ։ Այն պատկանում է քեզ, սակայն դա ավելի շատ գործածում են ուրիշները, քան դու։ Անուն։ Եվ այսպես, ամենաշատը ինչին է վնասում ծխելը։ Մրցույթի հաղթող է ճանաչում։ Նվարդը, բարձր ծափահարություններ նվարդի։ Նվարդը տեսնենք ինչ է ասում, նվարդ ջան ասեք, ձեզ սրտը հանելն չի կարելի, ասեք, ինչ է եղել։ Այնտեղ որ ասում եք A + B խորան, արդի մեջ մինուս, այդտեղ չի կարա մինուս լինի։ Այս ցեպի թեման դեռ հələ շատ ջուր է քաշելու։ Այս ոսկի ցեպի թեման այս սեղանից ձեր անունը։ Խաչիկն է հաղթե, խաչիկին բարձր ծափահարություններ։ Հայկը ինչ Հայկ։ Ով ասում։ Հայկը։ Այս սեղանից Հայկն է հաղթել, Նեղոսի երկարությունն էր արդեն ասում շփոթ։ Այս սեղանից հաղթել է մեր լավ ընկերը, այն չի գլուխները։ Տիգին Արմինին է հաղթել, հա։ Չէ, բայց որ դուք առատաձեռն եք ցեպը տալիս էիք, դա արդեն։ Այս սեղանից է Սամվելն է հաղթել։ Վերջ։ Այո, Սուզյան, ես եմ տենց եմ ուզում, Սամվելն իմ ընկերն է, ինքն է հաղթել, վերջ։ Սուզյայի հետ չեն վիճում, և այսպես, հարգելի ներկաներ ջան, բոլորս էլ իրականում հաղթել ենք, այս ռիզիկուլը լավա ոչ մեկը չվերցրեց դուս կա, էլի։ Իսկ այդ սրտը հանելնելու հետ կապված մի բան ասեմ ու շարունակեմ, էլի, հա հիշում եմ։ Ուրեմն մի հատ լավ ընկեր ունենք, այսպես խոսելու ժամանակ պաթոսով է խոսում, էլի, ոգևորված, եթե ինչ-որ բան է լինում պատմելիս, նույնիսկ հանգիստ բան, պաթոսով, ոգևորված է խոսում, մի լավ ընկերել ունենք, ձորից, մի քիչ միամիտ, այն մի ընկերը խոսում է այսպես, պաթոսով, այդ մյուս, այն մեր լորեցի ընկերս մենց ուշադիր նայում է, ասի ես աստեղ մի ուժեղ բան է կատարվելու, մեկ էլ, թե ապո, հլամին դեսը լսի բան եմ ասիլ, սա հե հրաղիցը մտիկ եմ անեմ, վրոզին հե հանգիստ բանը լես պատմելիս էլի, համա այտան չի ես հետ ծուլծուլել եմ, սրտը հան միլիլ, հանգիստ պապ եմ ենք էլ կլսեք, հմի սրտը հան չեն կլնում,
Հանկիստ պատմում եք, մենք էլ լսում ենք։ Խմելու ենք մեր շատ սիրելի Գառնիկի եւ Տիկին Արմինեի կենացը որպես տատու պապեր։ Սիրելի ներկաներ ջան, պետք է նշեմ, որ մեր Վահեի տատու պապերը արդեն ցավոք հեռացել են մեզնից երկրային կյանքից, սակայն կխնդրեի, եթե կարելի է տղամարդիկ հոտնկայս հարգենք նախ Վահեի տատու պապերի հիշատակը, ովքեր ցավոք մեզ հետ չեն հեռացել են մեզնից, սակայն ես համոզված եմ, որ բոլորս ենք համոզված, որ մեր հոբելյարի տատու պապերը երկնքից նայում, կարոտով հետևում են այս լավ իրադարձությանը։ Այո, ինչու՞ չէ իրենց հպարտ, ուրախ, կայացած ու երջանիկ են զգում, քանզի ունեն Վահեի նման թոռ։ Միշտ վառ պահենք նրանց բոլորի վառ հիշատակը։ Շնորհակալություն, շնորհակալություն։ Եվ անդրադառնանք արդեն մեր շատ սիրելի Գառնիկ պապի եւ Արմինե տատի կենացին։ Բարձր ծափահարոցներ խնդրում եմ։ Մեր նորոնից հուշում է, որ պետք է նշենք նաև Ստյոպայի եւ Սուսաննայի հիշատակը։ Եթե կարելի է մի հատ էլ տղամարդիկ հոտնկայս ներողություն եմ խնդրում, հարգենք հատուկ Ստյոպա պապի, Սուսաննա տատի հիշատակը մեր Սուսաննայի տատու պապերի։ Շնորհակալություն, շնորհակալություն սիրելի ներկաներ, մենք հայերս լինելով ավանդապահ ժողովուրդ միշտ էլ հիշում ենք, մեծարում ենք, գնահատում ենք մեր մեծերին, մեր հարազատներին, մեր տատու պապերին, ովքեր արդեն հեռացել են մեզնից ու երկրային կյանքից։ Եվ իհարկե անդրադառնալով տատու պապերի կեզնանցին պետք է նշենք այն մարդկանց համար, որոնց ծնկանը մեծացել ենք մենք, որոնց հեքիաթներով իմաստավորվել է բոլորիս մանկությունը։ Իհարկե մեր Գառնիկ պապին եւ Արմինե տատին կարելի է համարել երջանիկ մարդիկ, երջանիկ անձնավորություններ, քանզի նրանք արդեն ներկա են իրենց 30-ամյա թոռան հոբելյանական երեկոյին։ Հարգարժան Գառնիկ եւ Տիկին Արմինեի սրտի շնորհավորում ենք ձեզ։ Ցանկանում ենք ձեզ խաղաղություն, երկարակեցություն, առողջություն, որպեսզի դուք հնարավորինս երկար ժամանակ ներկան գտնվեք ձեր զավակների, ձեր թոռների, ձեր ծոռների, ձեր մեծ Երգաստանի հետ կապված բոլոր ուրախ միջոցառումներին։ Ով չի պաշտում իր մոր նանգին, սարու ձորը չի պաշտի։ Ով էլ պաշտե կասեմ կրկին, մեզնից խորը չի պաշտի։ Մայրը վեր է հայրենիքից, թե հայրենին մենք ենք դեռ։ Ով չի պաշտում իր մայրազգին, նա իր մորը չի պաշտի։ Ձեր կենացը հարգարժան Գառնիկ եւ Տիկին Արմինե։ Բոլոր ցանկացողները կարող են մոտենալ եւ շնորհավորել։ Համեցեք։ Աստված տվեց մեզ մի կյանք, ծնվեցինք աշխարհեկանք, ապրելով մենք հասկացանք, ոչինչ չկա կյանքից թանկ, թռան անցան օրերը, մեր ջահել տարիները, ասես դա երազ լիներ, կյանքի ոսկե տարիներ, ախ տարիներ, ջահել կյանքի տարիներ, ախ տարիներ, շատ շուտ անցավ կյանքը մեր կյանքի վար տարիներ, ուր գնացիք հեռուներ, ախ տարիներ, կարծես ակնթարթ լիներ։
Ունենք 5 աթոռ, բայց 6 մասնակից։ Մեկը չի հասցանելու նստի։ Խնդրում եմ, ինչ առարկայի անուն ասեմ, բերեք ու անմիջապես նստեք, չբերեք ու կանգնեք, կբերեք ու կնստեք։ Բերում եք մի հատ պամադա։ Хлопает глаза, лев, прав, потолок. Ягода малинку, оп-оп. Крутит головой, залетает в топ. Такая ты грустинка, холодная кандинка. Хлопает глаза, лев, Ստուգում ենք։ Էս ինչո՞։ Էս ինչո՞։ Էս պամադա է, ժողովուրդ ջան։ Ես էս պամադա առաջ անգամ։ Մեր ժամանակ, սովետի ժամանակ, պամադեն պտտովի, հենց վերջանում էր, վերջում էր չոպով էին անում էր, վերջինը որ օգտագործել։ Համաձայն են, որ սա պամադա է, ասել կուզի շրտներ կա, կանգնում ենք, բերում ենք մի հատ, 1000 դրամանոց։ Am să cânt și o piesă, cea mai nouă melodie pentru toată lumea prezentă, pentru toți frații. Ստուգում ենք, այս հազարները անկախ նրանից ումից եք վերցրել, արդեն ձերն են, բարով վայելեք, 1000 դրամներ տվողներ, խնդրում եմ, չվերցնեք ձեր 1000 դրամները, շնորհավորում ենք, բերում ենք մի հատ, զեյթունի կորիս, Care nu mă cunosc, sunt Ionuț Cercel, băiatul lui Petrică Cercel. Ușor, doar eu și chitara pe spate. Iau, da, dum la dum la da, da dum la dum la da. հանգիստ, Նարեկ ջան, ապրեք շատ լավ էիք խաղում, բերում ենք մի հատ ֆլեշկա, Mi chiama da una parte un ragazzino, sembrava a prima vista tanto per benino, si offre a far da guida per la città. Pedro, 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 Pedro. կանգնում ենք, բերում ենք մի հատ, երորդ ով էր, եկեք դուք խաղի մեջ եք, տղամարդու գոտի, քյամար, Հանգիստ, լավ, վիճաբանական, ձեզ մի անգամ մցրել ենք, մի անգամ էլ ես հիմա էլ չենք մցնելու ոչ մեկին, ասեմ ձեզ, երեքդ խաղի մեջ եք, էլ ներում բեկում չի լինելու, բերում եք մի հատ, տղամարդու սարոշկա, վերնաշավիկ, Bombola, bombo cha cha cha, parlami Verci. da me. վերադարձնում եք, ձերքերը ազատում եք, ես ընչի եք, նորո ջան, ընչի եք հանվել, բայց ես կխնդրեմ մի հատ նկարվեք, էլի մինչև հակնել, չէ, չեք նկարում, լավ, նորոն ասմա շոքա, Արտյոմ ջան, Արայք ջան, դու ինչ ես անվել, ասմա շոքա, հմի ասենք պատկերացնում ես, շոք ենք, բոլորս հանվենք, մեկը ներս մտնի, ինչ կասի, այախպեր, կասես, ես ինչ հաշիում, հա, Կարինեն ասում Արայկը մեղավոր չի, ես եմ անում, բերում եք մի հատ, $20 Ապրում եմ որ քեզ սիրեմ, շուրթերը թամփուր եմ ու ձերքդ միշտ ես բռնեմ ցավերից ես ինձ վերցնեմ սիրեմ, գուրգուրեմ սիրտդ սիրով լցնեմ երջանկացնեմ միշտ քեզ հետ հավետ այսպես, իմ կողքին փայլես դու իմ թագուհին ես անգին ես, խոստացիր որ իմն ես կուզենամ իմ կողքից լինես, որ քեզ տանեմ երկինք շոյեմ գրկեմ գրկին մստացես Նախ Կարինեն խաղի մեջ չէր, դուք էիք մնացել խաղի մեջ, հմի ինչ, այս 20-ները ասենք իրանց, նա արդեն Հե? Չասեք, ում նա եղե, մեկը մեր եկերոչին նա, են որ ոսկից է բտալիս էր, մի $20 ուզում է պրստի,
Այս առաջի Շաբաթ սայելի խնդրում եմ մի վեկա։ Լավ, չէ, DJ-ի Շաբաշը տալիս եք իրան։ Որն էր, այդ իրան տվեք, դու էլ այդ վերադարձրու աղջիկ ջան։ Հիմա եզրափակիչ փուլ, ուշադրություն, բերում եք մեր Սամվել Պապի ձախ կոշիկը։ Սևաչկերը տխուր են, առանցին ծառանցքեր։ Վերջ։ Խաղի հաղթող է ճանաչում ձեր անունը Արփի ձախներ, բայց ոնց երկուսն են ձախը։ Սամվել ջան, դու ծառայել ես, չի կարա դες վատնի։ Հա ծափա, խաղի հաղթող է ճանաչում Սամվելը, վերջ, ծափարուցն է Սամվելի։ Արփինե ջան, ապրես, հաղթել ես, ապրես։ Երեխեք ջան, կենաց եմ խմելու։ Խոսքը վերաբերում է մեր ծառայող հզոր տղեկին, մեր զինվորներին, ովքեր այսօր այս պահին սահմանի վրա կանգնած են, որոնց շնորհիվ մենք այս երեկոն եւ առհասարակ բոլոր երեկոները մեր կյանքի ընթացքում նշում ենք խաղաղ պայմաններում։ Բոլորից է հայտնի, որ աշխարհում գոյություն ունի շուրջ 5000 ազգ եւ ազգույթ, որոնցից ընդամենը 250-ը ունեն անկախություն, ազատություն ու պետականություն։ Եվ այդ 250-ից մեկը մենք հայերս ենք, որ մենք մեր ազատությունը, մեր անկախությունը, մեր բոլոր սուրբ արժեքները պահելու ու պահպանելու ենք այնքան ժամանակ, քանի դեռ երկիր մոլորակի վրա կա կյանք հասկացողություն։ Եվ այդ ամենը բնականաբար անելու ենք մեր հայ զինվորի ու հայոց բանակի շնորհիվ։ Ես պետք է անպայմանորեն նշեմ, որ մեր Սուսաննայի հարազատ եղբայրը մեր Ստյոպան սովորում է Վազգեն Սարգսյան ռազմաուսումնական հաստատությունում հարգելի պատճառով։ Բացակայում է բարձր ծափարոցներ մեր Վազգենին, նրա ներկայությամբ, նրա գլխավորությամբ գավաթ բարձրացնենք մեր հայոց բանակի, մեր հայ զինվորների շարքայիններից մինչև գեներալներ։ Հայ զինվորի հայոց բանակի կենացը մեր Վազգենի ներկայությամբ ու գլխավորությամբ։ Մեր Ստյոպայի, այո, մեր Ստյոպայի ներկայությամբ ու գլխավորությամբ։ Հույսդ մեր քարքարով երկիր երազիմ երկիր հայրենի հոգսեր աչար հույսդ մեր քարքարով երկիր Տանկագին ներկաներ խմել ենք շատ կարևոր կենաց, խմել ենք մեր հերոսների, մեր զինվորների կենացը։ Ես պետք է մեծ հպարտությամբ և պարտավորվածությամբ հայտարարեմ, որ ի պատիվ բոլորիս այսօր մենք սեղանակիցն ենք մի մարդու, ում կարելի է ասել անունը արդեն գրվել է մեր հայոց բազմադարյա պատմության մեջ ոսկյա տառերով։ Խոսքը մեր Արտյոմի մասին է, մի հատ բարձր ծափահարություններ մեր լավ ընկերոջը, ով 44 օրյա պատերազմի ժամանակ ծառայել է սկզբից մինչև վերջ։ Անձամբ ձեզ համար, ձեր տեսակի համար, ձեր ծառայակից բոլոր ընկերների համար։ Մարդկանց, ովքեր իրենց կյանքը, իրենց առողջությունը, իրենց ժամանակը ներդրել են այսօրվա համար։ Դուք են մարդիկ եք, ովքեր կամավոր մեկնել են ռազմաճակատ։ Հիրավի ես առանց փոքր ինչատե չարժևորելու մեր ծառայող զինվորների սխրանքը ուզում եմ առանձնահատուկ կերպով շեշտել կամավորներին։ Մարդկանց, ովքեր կարող են չգնալ, բայց գնում են։ Նրանցից մեկը մեր Արտյոմն է։ Ծափահարություններ մեր Արտյոմին, բրավո։ Հայ զինվորի, հայոց վանակի, մեր հզորների, մեր կամավորների կենացը։ Քոնն որդիկն իմ ջահել հայերենի երկիր Իմ պապեն են քեզ շահել Իմ եղբայրն է քեզ պահել Քոնն որդիկն իմ ջահել հայերենի երկիր Հայաստան Հայաստան
Սիրելի ներկաներ ջան, շարունակելով երեկոն անդրադառնալու եմ եւս մի շատ տեղին ու կարևոր կենացի։ Մեր հայկական ավանդական ընտանիքներում, օջախներում Հարսանյաց հանդեսի քավոր-քավորքին, մկրտության հանդիսության կնքահայր կնքամայր ընտրվում եւ ընդունվում են միայն օրինակելի, հասարակության կողմից հարգված ընդունված ու ամենակարևորը տվյալ օջախին շատ մոտ ու հարազատ կանգնած մարդկանց։ Ես ձեր թույլտվությամբ ուզում եմ ուշադրության հրավիրենք մեր Վահեի եւ Սուսաննայի Հարսանյաց հանդեսի, ինչպես նաեւ մեր Վահեի մկրտության հանդիսության քավոր-քավորտիկնոջ կամ կնքահոր եւ կնքամոր համար։ Գարիկ եւ Լիանա Նավասարդյաններ, ձեր բարձր ծափարությունները մեր Գարիկ եւ Լիանա Նավասարդյաններին ի սրտե շնորհավորում ենք ձեզ։ Հարգարժան քավոր կին ես դեպքում նաեւ կնքահայր, կնքամայր, այո, ձեր գեղեցիկ ներկայությունը հենց այն հրաշալի իրողության վկայությունն ու առհավատչյան է, որ դուք մեր Վահեի եւ Սուսաննայի հետ կապած սուրբ կապը պահել եք, պահում եք եւ պետք է պահեք մինչեւ ձեր կյանքի վերջ։ Այն խաչը, որ դուք պահել եք մեր Վահեի, մեր Սուսաննայի գլխավերում արդեն համոզված են եւ ակներև է, որ դարձել է ձեր երկու հրաշալի ընտանիքների հավերժության խորհրդանիշ։ Շնորհավորում ենք ձեզ, հարգարժան քավորքին եւ խնդրում եմ բոլոր ցանկացողները իրենց գավաթներով մոտենան եւ շնորհավորեն մեր Գարիկին եւ Լիանային։ Համեցեք։ Небо над землей, цветными красками мы идем с тобой в поход за сказками, в мире суеты нам больше места нет. Мы идем искать с тобой рассвет. Посмотри вокруг, погода щедрая дарит красоту, неимоверную, легкий ветерок нам дует за берега. Эту красоту тебе дарю. Все хочу делить с тобою поровну, как мне дальше жить. Теперь мне все равно, я тебя нашел. На свою беду, на свою беду, на свою беду. Звезды и луна поют мне песни вновь про мою судьбу. И про мою любовь, жизнь благодарю за то, что я тебя люблю. Եվ այսպես, մեր Վահեի եւ Սուսաննայի բոլոր արյունակից բարեկամներին ենք ողջունելու, ասել կուզի հոր եղբայրներ, քերիներ, հորաքույրներ, մորաքույրներ, նրանց տիկնանց, նրանց ամուսինների, նրանց ընտանիքների գլխավորությամբ ու ներկայությամբ։ Իհարկե, միգուցե այստեղ բոլորը ներկա չեն, սակայն եկեք գավաթ բարձրացնենք հոր եղբայրների, քերիների, հորաքույրների, մորաքույրների ներկայությամբ, այստեղ ներկաների գլխավորությամբ բոլոր բացականների համար։ Բոլոր արյունակից բարեկամներին ենք ողջունում եւ թույլ տվեք առանձնահատուկ կերպով մեր Հոբելյարի եղբորը ողջունենք։ Մեր Մխիթարին իր տիկնոջ Լիլիթի հետ միասին մի հատ բարձր ծափահարություններ։ Մեր Մխիթարին, մեր Լիլիթին շնորհավորենք։ Քույրիկին ենք ողջունում Մելինեին իր ամուսնու Արենի հետ միասին բարձր ծափահարություններ։ Մեր Սուսաննայի եղբորը մեր Ստյոպային այս դեպքում ողջունում ենք արդեն եղբայր, որ զինվորական է եւ հարգելի պատճառով բացակայում է։
Ողջունում ենք քույրիկին Մարիամին։ Շնորհավորում ենք ձեզ Մխիթար ջան, Լիլի ջան, Մելինե ջան, Արեն ջան, Սյոպա ջան, Մարիամ ջան։ Դուք են մարդիկ եք, ովքեր ուղեկցել եք մեր Վահեին, մեր Սուսաննային կյանքի ողջ ընթացքում եւ դեռևս Աստծո կամոք երկար ժամանակ եք ուղեկցելու։ Ես չեմ կարող չողջունենք մեր այս բառը չի թարգմանվում խնամիներին Արթուր եւ Սուսաննա Նիազյաններ, ծափահարություններ խնդրում եմ, Էմիլ եւ Նանա Ոփյաններ, Նորա եւ Լուսինե Բաղրամյաններ, սիրելի խնամիներ, թույլ տվեք ասել, որ եթե կյանքում որոշ արունակից բարեկամներ տրվում են ի վերուստ արունակցական կապով, ապա ձեզ եւ ձեր բարեկամներին մերձեցրել ու մոտեցրել է Աստված։ Այնպես որ թող Աստված պահի այդ ամուր կապը, ձեզ միշտ խաղաղություն, խիղճ, ձեր բարեկամությունը միշտ լինի հաստատ եւ խաղաղ։ Այսպես բոլոր ներկաների, արունակից բարեկամների, քույր եղբայրների եւ խնամիների կենացը։ Գիտեմ, եթե Շիրակի մարզում լինենք, իրանք խնամուն ասում են փարեգամից փարեգամը։ Ես չգիտեմ, եթե բարեկամ ասենք, մենք խնամի չենք հասկանա այդ իմաստով, դրա համար հենց խնամի բառն եմ օգտագործում, չնայած գիտեմ, որ շատերը ասում են, մենք խնամի չենք, մենք աղբեր ենք։ Քեզ զգում մերդից մայրական աչքի պես միշտ դժվար պահերին դու նրան հավատա անսահման բարություն ողորմյան թարմություն մաքրություն աղբյուրի անուշիկ իմ քույրի մաքրություն աղբյուրի անուշիկ իմ քույրի մաքրություն աղբյուրի անուշիկ իմ քույրի հայազգի ծափահարենք հայազգի քույրերի թե իրեն չհիշես կհիշի միշտ նա քեզ դաշողա քո չամփին բախտիդ ջին ջաստղի պես բնությամբ իր բարի հույսի թև քեզ կտա քո բոլոր պահերին դու նրան հավատա անսահման բարություն ողորմյան թարմություն մաքրություն աղբյուրի անուշիկ իմ քույրի մաքրություն աղբյուրի անուշիկ իմ քույրի մաքրություն աղբյուրի անուշիկ
junto tua, sto ganhei curte. Se lali cham cham, lali cham cham, lali cham cham the car. Hey lali cham cham, lali cham cham, lali cham cham the car. The Kalali's Հիմա ձերքերը պարզում ենք, դուք չէ, կանայք, այդպես, այդ վիճակով 3 վեք սկսի, Սերով չան, ինքը պտի կլպի ձեզ ու տասնի, բանանը տվեք իրեն, այո, խնդրում եմ դեր չսկսեք, 3 հաշվին, 1, 2, 3, գնացինք, տեսնենք ով է հաղթելու, Վերջ, արդո զույք է ճանաչում, Արայիկ և Ռուզան զույքը բարձր ծափարություններ, բավեն ճան, մի հատ մեզ նկարի, այո, շնորհավորում ենք, Ժորջան, ամենակարևոր կենացների, մի հատ նվերը խնդրում եմ, նվերը, այ ապրեք որին զոքնում եք, նվերը ձերն է, կտանեք տուն, կխմեք, կուտեք, հավերիկերը չմոռանաք, բարվարավորեցիք։ Եկեք ամենակարևոր կենացը չմոռանանք, էլի Ժորջան, ընկերության կենացը։ Մեր Վահեի բոլոր ներկա ընկերների գլխավորությամբ խմենք բոլորիս ընկերների կենացը։
բոլորիս կողմից մեծագույն շնորհակալություն հայտնենք մեր շատ սիրելի DJ Տիգրան Սաքանյանին, բարձր ծափարոցներ մեր լավ ընկերոջը, մեր հրաշալի անձնավորությանը եւ պրոֆեսիոնալ DJ-ին, շնորհակալություն հայտնենք մեր Սևակ Արաքելյանին, մեր Պավել Ադամյանին, այս լավ երեկոն անմահացնելու համար։ Իհարկե մեծագույն շնորհակալություն Միլագրո ռեստորանային համալիրի տնօրինությանը, ողջ սպասարկող անձնակազմին։ Շնորհակալություն ձեզ յուրաքանչյուրիդ, քանի որ մեր երեկոն այսքան լավացավ, որովհետև դուք բոլորդ շատ լավն եք եւ շատ լավն եք։ Մեր Վահեի ծնունդը եւս մեկ անգամ ասենք շնորհավոր։ Աստված տա մեր Վահեի եւ բոլորիս օջախներում միշտ լավ ուրախություններ լինեն ու ասենք բարի գիշեր։